Բարև ձեզ սիրելի բարեկամներ, այսօր ես եւ իմ գեյ թղթակիցը ձեր համար պատրաստել ենք հատուկ ռեպորտաժ Նյու Յորքից, դիտենք տեսանյութը։ Գեյ Հայկ ուր են գնալու այսօր միասին։ Եկեք միասին գնանք Նյու Յորքի ամենաշքեղ շենքի դիմաց Գեյ Հայկ, բայց դու միթե չես անարգում World Trade Center-ի հիշատակը քո այդ արտահայտությամբ։ եւ միասին կարդանք Պետրոսյան։ Այո, սա հպարտանալու առիթ է, որ Գեյ Հայկ, բայց չէ որ դու մկրտչան ես, ինչու է Պետրոսյան ազգանունը քո համար հպարտանալու առիթ։ որովհետեւ Նյու Յորքի ամենայուրահատուկ շենքը պատկանում է Խավիարի մագնատ Արմեն Պետրոսյանին ու իր ընտանիքին։ Գեյ Հայկ, նենց ասիր հպարտանալու առիթ ոնց որ քեզ էր պատկանում այդ շենքը։ Թե ուղղակի վերջում բան հաշվի համար փողը չէր երիքում, տենց վիդեո ես նկարել, որ մի $100 հանեն։ Թե նենց քո ջոգելով որ դու պատմես, քեզ կասոցացնենք այդ ամեն ինչի հետ, էլի Յանամ Հայկն էլա տենց այդ աշխարհի մարդ։ Պետրոսյանը ձկնկիթի շուկայի արքան է, նա վերահսկում է Սև Խավիարի համաշխարհային վաճառքի 25%-ը։ Գեյ Հայկ, մենք իհարկե գիտենք, որ դու ձվերի հանդեպ անտարբեր չես, բայց որ ձկան ձվերն էլ են քեզ հետաքրքրում, չենք պատկերացնում։ Ռեստորանում էլ կա 16 տեսակի խավիար։ Հայկ, իմոտ մի հատ հարց Հայկ, իմոտ մի հատ հարց առաջացավ։ Միթե դու այդ ձկան ձվերը sense լցրել ես դեմքիդ, որ sense դեմքիդ ձուլ լինի, թե գինը շատ թանկ էր։ Շենքի ֆասադը ամբողջությամբ ծածկված է հազարավոր ձեռագործ արտաքանդակներով, կա Իսկ քո դեմքի ֆասադը ծածկված է ձվերով։ ավելի քան 10,000 առանձին տերակոտա կտոր, որոնք ձեռքով են պատրաստվել եւ տեղադրվել 1909 թվականին։ Վաու, Հայկ, ես ուղղակի ապշած եմ, եթե մի քիչ այդ շենքի կողքը տենց կանգնես, հայ-հայա տպավորություն ա ստեղծում, որ դու ես ինչ-որ ներդրում ունեցել այդ ամեն ինչի մեջ։ Գեյ Հայկ, մի հատ էլ հարց էլի, իսկ շենքի ներսում կա փակ ներքին բակ, որը լուսավորում է բոլոր բնակարանները։ Շենքի ներսում կա փակ ներքին բակ, որը լուսավորում է բոլոր բնակարանները։ Հայկ ջան, մյուս անգամ որ հարցը ես տենց տալիս եմ, պրոստը այո պատասխանել եմ, մենք այդքան ժամանակ չունենք։ Եթե լինեք Նյու Յորքում պարտադիր այցելեք, քանի որ 1966 թվականին այն ճանաչվել է քաղաքի հուշարձան։ Բամ Հայկ ջան, ցավում եմ, որ քեզ ներս չեն թողել, որ ներսից էլ մի երկու կադր աներ, բայց ոչինչ, մյուս անգամ չմտածես։ Բարեբախտաբար մեզ հաջողվել է ռեպորտաժ վերցնել պարոն Պետրոսյանից ահակադրել։ Ես ջահելը քո ռեպորտերներից է, շենքը նորմալ ցույց կտայինք բան Պրոստը տարօրինակ տղա էր մի քիչ, եկած ասում է, այս էկրանների մի քիչ մեծերը չկա խոշորները, որ դնեմ բերանը զգամ բան, ասենք տղա ջան, գիժես դու դուս արիս դերից։ Հայ Միչալոց Մարտուն ջան, քո Funny Moves 47 Telegram-ան գրուպան շատ սիրում ենք, մեջը կան խնդալու է շատ, ապրես։ Personne n'y avait pensé. Bon ben voilà, on l'a fait donc c'est Շնորհակալ եմ ջդ պարոն Պետրոսյան, մերսի որ հետևում եք Մալիքին, ստեսցնես։ Չմոռանաք follow անեք, ռեպորտաժը ձեր համար պատրաստել էր Մարտունը եւ իմ գեյ թղթակից Հայկը։